Վերջին օրերին մենք ավելի ու ավելի ենք ականատես լինում, որ այլ ավելի են լարվել ազգակործության պատվասի Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները։ Բանը հասել է նրան, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն շանտաժ է անում ռուսներին, հայտարարելով, որ եթե արգելափակումները չվերացվեն կամ սանկցիաները, ապա Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից եւ կպարալիզացվի ողջ ԵԱՏՄ-ն իբրև թե։ Եվ ռուսական կողմը դրանի հակադրություն շատ ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը Փաշինյանի ռեժիմի նկատմամբ, հայտարարելով, որ Հայաստանը պետք է այլևս կողմնորոշվի ավելի հստակ։ Միխայել Գալուզինի խոսքով մինչև դեկտեմբեր Հայաստանը պետք է հստակություն մտցնի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միանալու շուրջ, հանրաքվեի հարցում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ հասարակական քաղաքական գործիչ Սամվել Աշոտյանի հետ։ Ողջույն Սամվել։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցին համար։ Շնորհակալ, որ հրավիրել եք։ Տեսեք, տնտեսական ցուցանիշները Հայաստանի Հանրապետության շարունակաբար հանգում են ապրում եւ բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ դա ուղղակիորեն կապված է Փաշինյանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետ, այսինքն մենք տեսնում ենք, որ Փաշինյանի այս ընդգծված հակառուսական քաղաքականությունը բազմաթիվ խնդիրների առջև է կանգնեցնում Հայաստանի Հանրապետությանը եւ առասարակ միջին վիճակագրական քաղաքացուն։ Ինչ հետևանքների մենք կարող ենք սպասել հիմա։ Տեսեք, թե հետևանքները կարող են լինել շատ բազմաշերտ, բազմապիսի։ Ես առիթ ունեցել եմ խոսելու հենց կոնկրետ տնտեսական ռիսկերի մասին, ասա շատ շուտով արդեն նոր տվյալները հասանելի կլինի բաց, ավելի կոնկրետ, ավելի հստակ առարկայական կարող ենք այդ ժամանակ քննարկել, թե որ ցուցանիշներ են տուժում, դեռևս այն տվյալները, որ հասանելի են, այս պահի դրությամբ կարծես մարտ-ապրիլ ամիսների տվյալներն են, որտեղ այդքան չի երևում, բայց արդեն մի քանի ամիս անց, երբ որ հասանելի կլինեն այս ամիսների տվյալները, մենք ավելի հստակ կարող ենք խոսել, բայց այդ տվյալները իհարկե մեզ են, որ ուշ են հասանելի լինում, Նիկոլ Փաշինյանի սեղանին շատ առավել հաճախ են այդ տվյալները գալիս, ու ճիշտ է դուք ասացիք Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականություն, ճիշտ է, ես այդ չէի անվանի այդքան հակառուսական, ինչքան կանվանեի երևի ֆլյուգերային քաղաքականություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը չունի ըստ իս ինչ-որ սկզբունքներ, որ ասես ինքը ինչ-որ բանի հակա է կամ կողմ է իր մոտ այդ նպատակահարմարությամբ է էլի պայմանավորված։ Ըստ անհրաժեշտության կնետվի Ռուսաստանի գիրկը։ Ես ձեզ ավելին ասեմ, եթե պահը գա ու պետք լինի այդպես անել, Նիկոլ Փաշինյանը մեզ կմտցնի միութենական պետության կազմի, ինչի մասին է խոսքը, նրան ինքը այդպես հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջամարտիկ, ես ընդհանրապես կասկածում եմ, որ եթե իր քաղաքական նպատակահարմարությունը, իր քաղաքական կյանքը, իր քաղաքական կյանքը երկարաձգելու համար անհրաժեշտ լինի դա անել, ինքը դա էլ կանի ու կբացատրի դա ինչ-որ բանով։ Ես ձեզ հիշեցնում եմ այն ժամանակ ինքը չէր ասում էր, որ մենք բան էինք, Արցախի մասին էինք խոսում, Արցախյան շարժման համար էինք, հետո հասկացանք, որ սխալ ենք, հիմա մենք անկախական ենք, վաղը ինչի չի կարասին, դե մենք սխալվել ենք, որ ասում ենք անկախական ենք, ճիշտ է, չգիտեմ, վիլայետ լինել նա կամ գուբերնիա լինել նա կամ ցանկացած ինչ-որ, չգիտեմ, եթե Մոզամբիկի բանը լինի, ինչ-որ այդպես գերակայության, ինչ-որ զոնա դառնա, ինչ-որ, չգիտեմ, հրաշքով թե դժբախտությամբ այդպես է լինելու, այսինքն իր մոտ այդ խնդիրը չկա սկզբունքների, որ իրան ինչ-որ մի բան ներսից գոնե խանգարի դա խոսել, չէ՞, նպատակահարմարություն եւ այդքանով, եթե պետք է այսօր ինչ-որ մի կայսության ձեռքին, մյուս կայսության ձեռքին ինքը դառնա գործիք ու դարձին գործիք Հայաստանը իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինքը կանի, կդառնա հակասրան, հետո հական նրան, ինչ տարբերություն։ Եվ ըստ էության հենց Նիկոլ Փաշինյանը ձեր ասած տրամաբանությամբ Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մարտադաշտ։ Այո, միանշանակ, բա ինքնիշխանությունից են խոսում, անընդհատ բան են անում, կարող են ինքնիշխանություն, ես ձեզ հիշեցնեմ, մեզ արդեն մի պետություն պարտադրել է հանրաքվե, Ադրբեջանն է։ Մի այլ պետություն նույնպես պարտադրում է, որովհետև ու երբ որ մենք չգիտեմ նեղանում ենք ինչ-որ մի կողմից, որ մեզ ինչ-որ բաներ պարտադրում, մի հատ եկեք նայենք, էլի, այսինքն նայեք Ռուսաստանի տրամաբանությունը շատ պարզ է, ինքը սպասում է հանրաքվե ու ինքը շատ հստակ է իր դիրքորոշումը, ինչ ասում է հանրաքվե դրեք։ Ես համոզմունք ունեմ, պահին երբ որ կողմնորոշվեք մի կողմ դրած, ես համոզմունք ունեմ պահին, երբ որ Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի մասին հայտարարի, այս սանկցիաների մեծ մասը կվերանան այդ պահին։
Ես համոզմունք ունեմ այդպես։ Իրանք իրենց նպատակը դա դնելն է, որովհետև այստեղ ուրիշ խնդիր է, այստեղ ես կարծում եմ, որ Ռուսաստան պետությունը պետք է մի քիչ լավ ճանաչենք, էլի մենք ինչ բանով, հեսա սկզբունքային հարց է Ռուսաստանի համար ու անգամ սեփական ինչ որ որոշակի բաների գնալով իրենց համար հենց խնդիր ստեղծել, որովհետև իհարկե Նիկոլ Փաշինյանի ասացի մեջ կա ճշմարտություն, որ ԵԱՏՄ-ն ինքը իրեն թույլատնում է սա անելու, բայց այդ սկզբունքային հարցը ու իրանք մինչև վերջ գնալու են այդ հարցով։ Ամեն դեպքում ոնց որ Նիկոլ Փաշինյանը չպետք է էլի այդպիսի վերջնագրերով խոսի բաներ անի, որովհետև պետք է մի քիչ իջնենք երկիր, հասկանանք էլի, որ չափերի խնդիր կա, հզորության խնդիր կա, պետք է սրան հարաբերությունները։ Հետաքրքիրն այն է, որ նա քարոզում է, որ մենք Ադրբեջանի հետ հարաբերությունների ասպեկտում, որը որ հազարապատիկ անգամ ավելի թույլ է, քան Ռուսաստանը, քարոզում է, որ պետք է հնազանդվենք ըստ էության Ադրբեջանի պարտադրանքներին, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները հենց թույլ թվանքը վերցրել է եւ այդ նույնը ես դες ասեմ, օրինակի համար կա մի այսպիսի ֆիգուր Արեգ Քոչինյանը, որ կոչվում, որ ամբողջ օրը ինքը հայտարարում է, թե մենք դա իշխանության պրոքսիներից է։ Եկեք այդպես է կարող կոչենք, չգիտեմ։ Մի խոսքով, այս մարդը, որ անընդհատ հայտարարում է, Այս մարդը, որ անընդհատ հայտարարում է, որ գիտեք ինչ կա, չգիտեմ, Ադրբեջանը գետնի տակ չանցնի, մենք էլ գետնի տակ չենք անցնի, պետքա ձև գտնենք իրար հետ համակեցության եւ այլն, կարելի է մտածել Ռուսաստանը ինչ-որ հրաշքով գետնի տակ անցնելու է, էլի, այսինքն այս հավասարման մեջ ինչը մեզ իրենք տալիս են։ Իրենք մեզ դրել են կոնկրետ ոնց որ ուզենան վիրավորեն մեր ինտելեկտը, որովհետև դուք շատ ճիշտ նշեցիք, այդտեղ ամբողջ տրամաբանություն քանդվում է, եթե մենք Ադրբեջանից պետք է վախենանք, որ ըստ իրենց տրամաբանության իր բանակը մեզ կկոտորի կջարդի մեր բանակին, որը ես ճիշտն ասած շատ այսպես կասկածամտորեն եմ վերաբերում, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն նորմալ այսպես ասենք, որ գերագույն գլխավոր հրամանատար լինի, չգիտեմ, Նիկոլ Փաշինյան չլինի։ Ես համոզմունք ունեմ, որ նախ Ադրբեջանը մի 4-5 անգամ ավելի երկար կմտածի ինչ որ գործողություն անելուց առաջ, երկրորդն է, ես մեծ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը կկարողանա իր ուզածին հասնել, այստեղ նաև բանի հարց էլ կա, նյարդերի պայքարի հարց կա, շատ հարցեր կան, բազմաշատ, բայց մի կողմ անցնենք, էլի, այս այդ տրամաբանությունը չամեջ քանդվում է, ոնց կարող ես դու Ադրբեջանից այդպես սարսափալ լինել, թե հսկա Ռուսաստանից չվախենալ են Ռուսաստանից, որը հիմա շատ ագրեսիվ է, որը այս պահին կենացումահու կռիվ է մղում Իրանը։ Թող կոչենք կենացումահու կռիվով, ոնց ուզում է թող կոչի, բայց ինքս պահին պատերազմի մեջ, այս պատերազմող պետությունը, մանավանդ ատոմային պետությունը, այդ նույն բանը չի, ինչ հասրակ այսպես խաղաղ ժամանակվա պետություն, դու պետք է Իրանից շատ ավելի ագրեսիվ քայլեր ակնկալես, իսկ ես կարծում եմ, որ երբ որ դու տենում ես, որ այնտեղ մի հատ կատաղած առջ հանգած կողերը ամեն ինչ այլանդակում պետք չէ, տարչին, չգիտեմ, վրան քարեր փոքր շփրտես, որտեղ ինչ որ բայ կարող է իր ուշադրությունը քո վրա գա։ Այս իրավիճակում ոնց նայեք մենք պետք է ավելի դիվանագետ գտնվենք։ Ես այն մասին չեմ խոսում, շատերը կան որ ասում են, օ դուք ասում եք մենք պետք է Ռուսաստանի նավին կպնենք, ինչի՞ համար Ռուսաստանի նավին կպնենք, մենք փոքր պետություն ենք, գտնվում ենք տարբեր կայսրությունների բանում, չէ՞, այսպես մեջտեղում մենք մեր գերնպատակը պետք է լինի չդառնալ իրանց համար ինչ որ մարտադաշտ չդառնալ պատերազմի կետ, որտեղ իրանց շահերը բախվում են։ Այդ իրավիճակում փոքր պետության տեսանկյունից ելնելով մենք պետք է մտածենք անենք այնպես, որ դառնար կամուրջ։ Այսինքն մենք դառնայինք այս մարդկանց շահերի ինչ որ հատման համադրման կետ, հա, ոչ թե այս մի կայսրության ձեռքեն մեկի բան դառնանք գործիք, հետո այն մեկին այն մեկի դեմ, այսինքն այդ ոչ միտեղ չտա, այսինքն ոչ թե ոչ միտեղ, այլ մեզ կործանման ճանապարհն է։ Ոտքի տակ ընկնելու ճանապարհը նշանակ։ Պլյուս ես ձեզ այլ բան ասեմ, օրինակի համար ես ընդհանրապես դեմ չեմ եվրոպական շուկաները շատ լավ բան է, գնանք, էլի գնանք։ Ուղղակի ես պայ դրությամբ մենք փաստացի նայեք, մենք ամեն ինչ կորցնում ենք, մենք կորցնում ենք ռուսական շուկան ու փաստացի չենք ստանում եվրոպական շուկա, ոչ մեկ մեզ ոչ հրավիրում է, ոչ բան անում, հա տվեցին, օրինակ 53 միլիոն եվրոյի աջակցություն տվեցին հետո։ Բայց նայեք, բայց դիվերսիֆիկացիան էլ հո հեշտ խնդիր չի, դիվերսիֆիկացիան անում են այն ժամանակ, երբ որ տնտեսական լավ խաղաղ իրավիճակ, այսինքն դու ռեսուրս կարաս պահես ստանդարտացման համար, որակը բարելավելու համար, իսկ ես ասեմ ակնհայտորեն մեր մթերքները որոշակի որակական խնդիրներ ունեն, դա ակնհայտ է, որ պետքա ավելի լավացվի որակը եւ այլն, առանց բանանելու, փնովելու եւ այլն, պետության խնդիրը, որ պետությունը չի արել։ Այդ պետության խնդիրը, որ պետությունը չի արել, այսինքն նույն Գևորգ Պապոյանը
չգիտես ինչով զբաղված եղել, ինքը շատ հաճախ է նկատել, չէ՞, վիդեո է նկարում, չգիտեմ, ասենք ինքը բլոգեր է դառել։ Ինքը որ վիդեո նկարում, ռիլեր է նկարում, գնում է այն ժամանակ դեռ բանի ժամանակը քարոզարշավի օրերին, երբ որ այդ ամեն ինչը արդեն սկսում էր, արդեն երևում էր որ բանա, իրենք մեզ հեքիաթային պատմում, հես հանրությունը կացնի ամեն ինչ կլավանա, ինքն էլ ընկած փողոցները չափչփում քարոզչություն ան, հասկանում եք, այդտեղից է խնդիրը գալի։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչի համար են փող ստանում։ Ու շատ ցավալի է որ այդպեսի մարդիկ են այնտեղ ու շատ ցավալի է որ իրենք չեն գնահատում այն գումարը որ մենք հարկատու քաղաքացիներս ենք վճարում մեր հարկերով վատնում են պարզապես ու արդյունքում ոնց որ նայեք այնպեսի մի իրավիճակի ենք մենք մոտենում ես այդ անալիզը կանեմ կասեմ էլի ավելի հստակ թվերով թե ինչ վիճակ ենք մենք հասնում որ մենք կորցնում ենք ռուսական շուկաները դրան ի պատասխան գոնե թե գտնելու ինչ որ հատման կետեր ոչ միայն ոչ մի բան չենք ստանում դեռ մի բան էլ ավելի սպառնալիքները ավելի խստացվում են այսինքն իրենք ասում են մենք էլ ռազմաբազան կհանենք մենք էլ էս կհանենք մենք էլ կհանենք բայց նայեք այստեղ ռեալ պոլիտիկի շրջանակներում էլի եթե խոսանք օրինակ ասում են չէ մենք ռեալ պոլիտիկով ենք առաջնորդվում որ ոնց պետք է լինի ռեալ պոլիտիկի շրջանակներում պետք է ինչ-որ մի բան տալիս ես մի բան ստանաս, չէ։ Լավ, օքեյ, օրինակ կարաս ավելի շատ տաս, մի քիչ ավելի քիչ ստանաս, բայց նայեք իրանք ձրի տալիս են։ Իրանք էս պահի դրությամբ մեզ ներկայացում են ամեն ինչը որպես, այսպես ասած, թոք մեր վզին փաթաթված, օրինակ նույն Արցախն էլ, չէ։ Ես մի քանի անգամ ասաց որ դա հա նայեք այստեղ հարցը ինչու՞մ է ես անընդհատ եմ ասում ես իհարկե Արցախի մասով ինքը ոչ միայն իմ համար ես չեմ կարող նյութական բանով դա չափեմ դա արժեքային համակարգում է գտնվում Արցախը էլի դա չի կարելի բանել բայց նայեք մենք Արցախ միանշանակ մեր համար արժեք է Արցախն էլ հայկական է ոչ ոք չի կարող ասի որ Արցախը հայկական չի որովհետև հազարամյակներ շարունակ հայերեն այնտեղ ապրել մինչև վերջերս երբ Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության փաստացի հիմա նայեք խնդիրն ինչին է գալիս խնդիրը նրան է գալիս որ թեկուզ եւ Արցախը օրինակ հնարավոր չէր պահել ընդունակ կարա լինի այդպիսի սիտուացիա, որ պետականությունը փրկելու համար դու շատ մեծ զոհողություն ես անում, կորսում ես դա, բայց մենք ունենք Արցախի հայեր, չէ՞, մեր քույրերը, եղբայրները, ովքեր այնտեղից եկել են, տնավեր են եղել, ոչ մի բան չեն ստացել։ Հիմա նայեք, ռեալ պոլիտիկի տեսանկյունից գոնե թե իրենց համար մենք պետք է ստանայինք որոշակի երաշխիքներ, պայմաններ, որ իրանք այստեղ կարողանան արժանապատիվ ապրել։ Իսկ իրանք այստեղ այն որ ասում հերու բան չեն ապրում, շատ հերու է իրանք արժանապատիվ ապրել կոչել է այստեղ, որովհետև իրանք խնդիրներ ունեն ավելի այո խստացնում են որ իրանք հեռար։ Հիմա ես ձեզ օրինակ կարող եմ բերել, գիտեք, ընդ որում ներողություն ընդհատելու համար արցախցիների նկատմամբ հատկապես ըստ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մենք ինչ էինք տեսնում ենք գծված ատելության խոսք ֆաշիզմի դրսևորումներ ազգակործության պատասխանը եւ ես պետք է հիշեցնեմ այդ դեպքը երբ որ մետրո էր մտել ու վերբալ հարցակում էր գործել կնոջ վրա երեխայի հա սարսափելի է դուք փախածներ եւ այլն դա բնականաբար պատահական դրսևորում չի այսինքն դա համակարգված քաղաքականություն է արցախցիների նկատմամբ դա այն է ինչ ինքը մտածում է դա այն է ինչ ինքը զգում է ու ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանին պետքա իր ձախողումները մեկի վզին փաթաթել ու իր համար հոյակապ այդպես բան է տարբերակի են արցախցիները հիմա ասած ինչ օրինակ նայեք մեկ Գազայում ինչքան եղել չէ առաջարկներ որ եկեք մենք ձեր համար լավ քաղաք սարքենք չգիտեմ ես ինչ երկրում դուք գնաք բան եւ այլն այսինքն այդ մարդկանց չնայած որ իրանց պետք է ասեմ ի պատիվ իրենց իրանք ոնց որ այդտեղ չեն գնում իրանք էլ այդպես ձիգ կպած են այդ հողին կռվում են բայց բայց կռվում են բայց դեռ մնում են հա իհարկե այդ բազմաշերտ հարցը ոնց է որ իրանք դուրս չեն եկել եւ այլն բայց մի կողմ թողնենք այդ դետալները մենք մեր մասին խոսենք հիմա նայեք այդ ամեն ինչ պայմաններն երբ որ այս աշխարհ ընդհանուր առմամբ այս ռեալ պոլիտիկը որ խոսում ենք ինքը տալու ու ստանալու մասին է մենք անընդհատ տալիս ենք ինչ ենք մենք ստացել Ես այդ հարցը եմ էլի ինձ տալիս ինչ ենք մենք ստացել այսքան ժամանակ մենք անընդհատ տվել ենք ու այս պահի դրությամբ օրինակ հիմա ես տեսնում եմ այնպիսի մի վտանգ որ մենք կարող ստանանք այս 100,000-ավոր միգրանտներ այս անգամ ապօրինի միգրանտների Եվրամիությունից Ամերիկայից առաջարկել դե ասում էին առաջարկել հետո ասացին սուտա դրանից առաջ հիշում եք Բրիտանիան կար այդպիսի առաջարկ որ առաջարկում էր 230 միլիոն ֆունտ ստերլինգ կարծեմ առաջարկում էին ինչ որ 100,000 միգրանտի համար ու անդադ որ դոտացիաներ պետք է տային այսինքն նայեք հիմա փաստացի ոնց որ մենք տեսնում ենք որ աշխարհը անդադ փոխվում է նոր բաներ են գալիս ու Եվրամիությունը արդեն հոգնել է պահել
ապօրինի միգրանտներին։ Ակնհայտորեն Եվրամիությունն էլ դեպի աճ է շարժվում, նոր ուժեր են իշխանությունների գալու։ Մերցը հեսա որ է կորցնում է իշխանությունը, AfD-ն գնալով իշխանությունը, բան անում, ասում են Լեպենը շատ մեծ շանսեր ունի գալու Ֆրանսիա։ Իսկ փոխվում է Եվրամիությունը, այդ մարդիկ էլ չեն հանդուրժելու միգրանտներին ապօրինի։ Ու ես անդադեպս այդ եմ ասում, որ մենք տեսնում ենք օրինակ հիմա առանց կպնելու որևէ ազգի բոլոր ազգերը լավն են, իրենց մշակույթով, բանով, ամեն բանով բացի մեկից, հա, լավ, օքեյ։ Բացի մեր ճշնամիներից։ Բացի։ Հա, իջևը։ Ոնց որ նայեք, բայց այդտեղ օրինակի համար ես որ նայում եմ գերմանական քաղաքականությանը հետևում եմ մեծ հետաքրքրությամբ, օրինակ տեսնում ես, որ այդպես հաղորդումներ են հենց պատրաստ միգրանտների մասին, փորձում են այդպես լավացնել վերաբերմունքը, որովհետև ակնհայտորեն գերմանացիների վերաբերմունքը ամբողջ Եվրամիության վերաբերմունքը միգրանտների նկատմամբ է արդեն վատան։ Ցույց են տալիս սիրիական ընտանիքներ, ովքեր բժիշկներ են դարձել, ցույց են տալիս իրաքցիների, ովքեր ինժեներներ են եւ այլն, բայց եկեք իրատես լինենք, այդ բժիշկներին ու ինժեներներին գերմանացիները ոչ ոքի չեն տալու, դա իրանք իրենց պետք են։ Որովհետև այդ բարձր մարդկային կապիտալ ունեցող անձինք են, այսինքն իրենք մեծ բարգավաճում են բերում Գերմանիային։ Գիտեք ում են տալու մեզ հանցագործներին, օրինակի համար փողոցներում դանակով մարդկանց վրա հարձակվողներին, նոր տարվա գիշերը մեքենայով մարդկանց ամբոխի մեջ մտնողներին, այդքան դեպքեր գրանցվեցին եվրոպական Բերլինում, տարբեր այլ տարբեր, Ֆրանսիայում էլ է լինում, Իտալիայում էլ է լինում, Իտալիայում մի քիչ իհարկե եւ այլն։ Հիմա ասած չառնեք, նայեք, եթե մենք խոսում ենք միգրանտների մասին, օրինակ այստեղ շատ հնդիկներ ունենք, հնդիկները ես ընդհանրապես բողոքում, ես չեմ տեսել դեռևս վատ պահող հնդիկ, այսպես որ բան ես անում, ինչ որ էլ իհարկե բանում տենում ենք հանրային ինչ որ վատ բաներ են անում, բայց ես չգիտեմ էլի, օրինակ հիմա մարդիկ հնդիկ են, թե օրինակ չգիտեմ, ուրիշ ազգի են, էլի, բան չանենք, այսինքն ես էլի եմ ասում, բոլոր ազգերը լավ են, բայց մենք պետք է շատ զգուշավոր լինենք, որ եթե Եվրամիությունից մնացած տեղերից բան տալի, մեր սիրուն աշկերի համար մեզ բան չան։ Ես ինչի համար եմ այս հարցով շատ մտահոգ, որովհետև կհիշեք, որ Թորոսյան Արսենը այն ժամանակ ասում էր մենք բան է պետք, մենք պետքա մոնոէթնիկ չլինենք։ Այո, ապրեք։ Ով է գալու, լավ, մենք մոնոէթնիկ չլինենք, օրինակ ես պատկերացնում որ Հայաստան պետք է գան, օրինակ պատերազմի բերումով Ռուսաստանից կարան գան ռուսներ, այլ ինչ որ ծրագրավորներ կլինեն բան եւ այլն, դեմ չեմ։ Որ գան խելոք ստեղ աշխատեն, մեր պետությունը բարգավաճեցնեն, ես դեռ չեմ։ Ես դեմ եմ, որ գան հանցագործներ, բաներ, ոնց դրանց մալարկոտ մարդիկ, ովքեր գնացել են այնտեղ սոցիալի վրա են նստած, գալու են այստեղ հանցագործությամբ են օրինակ զբաղվելու եւ այլն, այսինքն շատ վտանգավոր տենդենց է մանավանդ մեր համար։ Իսկ հետագայում ես ասեմ, ես կարծում եմ իրանց մոտ այնպես չի, որ այդ պատահական այդ հարցերը գալի, ավելի երկարաժամկետում մեզ փորձում են նորմալիզացնել են, որ անընդհատ օտարներ են գալիս մեզ խառնում, իսկ մենք պետք է հիշեցնենք, մենք ազգային պետություն ենք, մենք ազգային պետություն պիտի մնանք միշտ հարգելով իհարկե փոքրամասնություններին, միշտ ոնց որ կասկած չկալի աշխարհում չի կարող այնպեսի մեկը գա, որ ասի օրինակ եզդիները վատ են զգում իրենց Հայաստան, որտեղ եզդիները մեր եղբայրները, մեր քույրերն են։ Այդ մասով հիմա իսկ այդ ապօրինի միգրանտների մասով, հա, այդ հետագայում արդեն process-ը այնքան տանեն, մինչև արդեն մենք ադրբեջանցիների եւ որտեղ մենք էլ վատ չզգանք, մեզ ասենք թե այդքան լծվել են, էլի ինչ տարբերություն։ Խոսացինք հանցագործությունների մասին, միգրացիոն հոսքի վտանգների համատեքստում, բայց մենք տեսնում ենք, որ առանց դրա էլ Հայաստանում կրիմինալ վիճակը բավականին վատացել է, գրեթե օր չկա, որ newsfeed-ում, հա, այսպես ասած, չհանդիպենք կրակոցների մասին դեպքերի։ Այնքան չի նկարվում ուղղակի։ Մենք այդ արդեն չենք իմանա։ Այո, եւ բազմաթիվ այլ հանցագործություններ եւ այնպիսի տպավորություն է, որ իրապահ համակարգը ընդհանրապես զբաղված է մեր շերտին, ընդդիմադիր շերտին թիախավորելով եւ այդ իսկ պատճառով հանցագործությունները ցավոք սրտի էլ ավելի տարածական բնույթ են ստանում։ Տեսեք, ես չէի ասի, որ վերջին ժամանակն է շատացել, որովհետև եթե մենք տայենք հենց տվյալներին, հանցագործությունների մակարդակը 20 թվից հետո է շատացել։ Այդ տարբեր բաներով կարելի է բացատրել էլի գործոններով, ենթադրաբար կարելի է ենթադրել այնք նայելա գործոն, որ պատերազմ պարտությունը ծանր հոգեբանական բեռ է ու այդ ծանր հոգեբանական բեռից հանցավորության մակարդակը կմեծանա, սթրեսի մակարդակը բարձրանա, թե իրանց էս պահվածքից Նիկոլ Փաշինյանի, որ ինքը իրան շատ ագրեսիվ է պահում, իհարկե, բայց եթե օրինակի համար ես ընդունենք 14 տարեկան դպրոցական եմ, իսկ մենք տեսնում ենք, որ դպրոցականների մասնակցությամբ շատ են լինում հանցագործություններ։ Բազմաթիվ։
հա դեռահասության տարիքի տղաները շատ վտանգավոր են օրինակ, դա ակնհայտ է, չէ։ Դեռահասության տարիքի տղան օրինակ հիմա պետքա լավ օրինակներ ցուցադրենք մենք, իրանք տեսնում են անընդհատ էկրաններից ընկում, որ երկրի թիվ 1 պաշտոնյան վարչապետը իրան այդ ձևը պահում։ Ասում է կկզացնեմ։ Կզսնեմ, կսատկացնեմ, չգիտեմ, ես կանեմ, կխլեմ ու խլում է։ Այսինքն ինչ սովորեն այդ մարդիկ սովորում են, որ սա է ձևը։ Այսինքն մարդուն գայլ սկզբունքն են բանանում, իսկ մեզ պետքա տրվեն սկզբունքը, որ հայը հային եղբայր, հայը հային քույր։ Այս սկզբունքը տալու փոխարեն իրար սիրելու։ Այս մարդը հստակ բաժանարար գծեր է դրել։ Հա, ինքը պարակտում է, հենց այդ պարակտումից էլ գալիս է, մենք սկսել ենք իրար չսիրել։ Ես այդ գործոնը պետք է ասեմ ու մեկ էլ իհարկե այն մնացած առարկայական ավելի այսպես ոչ վերացական գործոններն է, ասենք պարզապես ապօրինի զենքի շրջանառությունը մեծացել, պարզապես հենց այդ ոնց ասի ստրեսի մակարդակն է շատ ավելի բարձր, մարդիկ ավելի զգայուն են դառել որոշ հարցերով ու դրանից է սկսում։ Այսինքն 20 թվից հետո եթե նայենք, գրեթե բոլոր այդ հանցագործությունների տեսակների այդ բաները աճում են, թվերը աճում են ու ստաբիլ մնացել են, էլի մինչև այս։ Այսինքն խնդիրն ինչու՞մ է, որ այդ թվերը այնպես էլ բարձրացել էին, այդ թվերը պետք է աշխատանք տալ ոչ թե ստաբիլ պահելու վրա, որ մի կերպ այսպես ասենք յոլա տանես, ինչ որտեղ մի քիչ աճի, ինչ որտեղ մի քիչ պակասի, այլ այնպես անես, որ այդ հանցավորության մակարդակը գոնե մինչ պատերազմյան մակարդակի հասցնես ու ավելի իջեցնես, իսկ այդ խնդիրը չի լուծվում։ Այդ խնդիրը լուծելու համար իհարկե մոտիվացիա դրա համար չկա, որովհետև նույնպես եմ նշում, նաև իմ դիտարկմամբ ուժայինները եւ իրապահները զբաղված են այլ բանով։ Այդ էլ կա։ Իհարկե դա էլ կա, ռեսուրս չի մնում։ Այսինքն եթե իրավապահ ես համոզմունք ունեմ մի ահագին հատված զբաղված է օրինակ կաթողիկոսի հարցով, դատի, որովհետև գիտեք, այստեղ խնդիրն է նրանում առաջանում, որ իրանք չեն կարող ուղղակի օթից վերցնեն ինչ որ հոդված դնեն, իրանք պետքա դնեն, լիքը ժամանակ ծախսեն, գտնեն ինչ որ բաներ, չէ։ Այսինքն, երբ որ դու պատվերով գործ ես անում կամ գործ ես կանում, իհարկե դրա վրա շատ ավելի շատ ռեսուրս ես ծախսելու, քան թե օրինակի համար եթե հստակ հանցագործություն կա ու դու գնում ես հանցագործին գտնելու, որովհետև այստեղ շատ գործոններ կա, այդտեղ սկսած քարոզչական գործոնից, որ դու քարոզչությունն է պետքա մի հատ էլ աշխատեցնես, որ մարդկանց համոզես, որ այս մարդը մեղավոր է, ու այսքան ժամանակ ես այդպես էլ չհասկացա, ինչպես էր կնոջ անունը, որ բռնել Արեքնազ, չէ, Արեքնազ Մանուկյան, չէ, ճիշտ ասեցի, հա։ Օրինակ ես մինչև հիմա չեմ հասկանում իր երեխան զրկված է մոր հետ գոնե թե հեռախոսով խոսելու հնարավորություն խոշտանգման միջոց է։ Իհարկե խոշտանգում է, ես չեմ հասկանում, լավ է, դաժանություն ինչի համար է։ Ես ոչ մի բան ոչ կարամ պնդեմ, ոչ բացառեմ, այսինքն թող, հա, այդ գործի մասով ոչ մի բան չեմ կարող։ Ես կարամ մի բան հստակ ասեմ, որ դա անմարդկային է պարզապես։ Ոնց կարելի է այդ երեխուն զրկել մոր հետ բանից։ Այդ երեխան հոգեբանական շատ լուրջ խնդիրներ ունեն, իրանք ես պահի դրությամբ անչափահաս երեխայի կյանք են կոտրում։ Ու ես կարող եմ ամենայն պատասխանությամբ ասել, այդ երեխային իրանք, չգիտեմ, էլի սարքում են երևի բան ասես, զգացմունքային բաներ ունեցող շատ լուրջ խնդիրներ, հոգեբանական շատ լուրջ խնդիրներ, որովհետև չի կարելի, դա անմարդկային է, ինչի իրանք անում են։ Ու վաղ միսօր այդ երեխու ճակատագին ինչ կլինի, չգիտես, այնպես որ իրենք այդ սիրում են բոլորիդ եւ այլն, դա ոնց որ, չգիտեմ, ինձ թվում է վերաբերական է միայն իր աթոռին, որտեղ մնացած առումով ես չեմ տեսնում ում է ինքը սիրում ու հայտարարակ իրավիճակ մի խոսքով։ Այդ ինչ վերաբերում է հանցագործության մասով, ես ասացի ինչպես, կարող ենք հետո ավելի բաներ առարկայական թվերով էլ այդ ամեն ինչ անել եմ, էկոնոմետրիկ անալիզ էլ արել եմ դրա հիման վրա, այսինքն լրիվ փաստարկված կարող եմ ասել էլի իրավիճակն ինչպեսին է, իրավիճակը ուղղակի վատացել է, վատ ստաբիլ գնում է։ Այդքան բան։ Ու պայքար չկա։ Պետք է նաև հիշել, որ երբ որ 2018-ին այդ չարաբաստի գործընթացները տեղի էին ունենում, իրանք իշխանություն էին գալիս հայտարարելով, որ օրինակ նախկին տարիները, հա, խաղաղ չէին, հա, մենք շատ ենք լսում դրա մասին, որ իբրև թե 94-ից մինչև 2018-ը խաղաղ չէր, սահմանին ամեն օր զոհեր էինք ունենում, ամեն օր բնականաբար ամեն օր չէր լինում զոհեր սահմանին։ Ու իրենք հիմա խոսում են խաղաղության մասին, բայց զինված ուժերում, այսպես ասած, իբրև թե խաղաղության շրջանում, մենք տեսնում ենք զինված ուժերում տասնյակ մահվան դեպքեր։ Տեսեք, այդ բաները, այդ դեպքերը, ինքնասպանության հասցնելու եւ այլն, այդ ոչ մարտական զոհերը նոր երևույթ չի, իհարկե միշտ էլ եղել է եւ այլն, բայց այն պայմաններում, որ մենք
այս պահին հասել ենք իբրև թե իրանք որ ասում են որ խնդիր չկա օրինակի համար քրեական ենթամշակույթի այնտեղ խնդիր չկա մնացած են արատավոր երևույթները որ անցյալում եղել է այդ ակնհայտորեն այդպես չի տեսանյութ տարածվեց որտեղ ցույց էր դրվում այդ հենակետի մեղմ ասած ոչ բարվոք վիճակը բաներ տուֆ էր իրար վրա դրած վերևը գերան այսինքն նայեք խնդիրը ինչու՞մ է էլի քարոզչական դաշտում էլի ամեն ինչ ու այս անգամ իրանք ոնց հասկանում եմ ՊՆ-ի reel maker-ները վարչապետի reel maker-ներին ոնց որ բան են զիջում են որովհետև այդ reel maker-ները երևի չեն ջոգի որ էսի չի կարելի նկարել ցույց տալ reel maker-ների երկիր է էլի այսինքն նայեք խնդիրն ինչու՞մ է որ այս ամեն ինչը ներկայացվել էր լրագրողի հոդվածում հետքի լրագրողի հոդվածում այդ ամեն ինչը իհարկե առկա է ու որոշ տեղերում շատ ավելի վատ ձևերով առկա իրանք էլ եկել են ընդհանրապես ապացուցում են դա որ այդ իրավիճակն է այսինքն իրանք գալիս են падրունների արկղերի վրա են նայում որոնց վրա սպիտակ թղթերը նոր կպցրած այդ մնացած ամեն ինչ այսինքն այս քարոզչությունը ընդհանրապես քարոզչություն մեզ անընդհատ ինչ որ բաներ են կերցնում փորձում կերցնել ամեն գշպետի մակարդակով թեկուզ եւ գշպետի օրինակ հիմա ինչու ենք մենք գշպետին այդքան լուրջ վերաբերվում այդ նույն մարդն է որ ասում էր որ սովածանան կհեռանան հասկանում եք դա նոր միտք է հասկանում եք ռազմագիտության մեջ իրական նոր միտք է չգիտեմ էլի ոնց բնութագրես ախր ու խնդիրը հենց է դրանում որ այդպիսի մարդիկ են այս պահին բանում կառավարող ինստիտուտները կառավարում որովհետև այստեղ մի հատ բացատրություն Նիկոլ Փաշինյանը պարզապես չի հանդուրժելու ինքնուրույնություն ունեցող մարդիկ որևէ տեղ որ կարող է հակադարձել են հակաճառել ու ես ենթադրում եմ որ Նիկոլ Փաշինյանը պարզապես հրահանգ է իջեցրել ու գնացեք նկարեք ցույց տվեք որ ամեն ինչ լավ է բայց ես որ նայում եմ շատ բան չեմ տեսնում էլի փոխված ինչն է փոխված այնտեղ որևէ բան ես որ ասեմ որ առարկայական տես մեծ իրանք խոսում են կոնսերվի բանկաների մասին չէ՞ ես առիթ էլի ունեցել եմ ասում կոնսերվի բանկա այս պահին օրինակ որ չկա դիտարկման ինչ որ բանկա ինչ որ համակարգեր կա որ թշնամին մոտենալու լինի ինքը այդ թշնամուն բանկանի չէ արդեն թշնամի չի իրանց համար պայմանական հակառակորդ է թող լինի հակառակորդ լավ շատ հաճախ ես եմ հակառակորդ ասում որ թշնամին մի քիչ այսպես զգացմունքային կոմպոնենտ ունի ու հակառակորդն է պետք է բայց թող լինի հակառակորդ հիմա իրանց համար այդ հակառակորդը չի ասեմ դες արդեն բարեկամ պետություն կամ չգիտեմ հարևան ուղակի հիմա գալիս է դու դիտարկման այդ համակարգերը ունես կոնսերվի բանկի փոխեն գոնե կոնսերվի բանկին շխշխկում էր էլի իր ֆունկցիան կատարում է դու կոնսերվի բանկի հավաքել եք տեղը ոչ մի բան չեք դրել մի հատ ուրիշ խնդիր ասեմ ես վերջերս ես տեսա որ Եվրամիությունից Հայաստանին նվեր էր եկել բան անող ականները քանդող տեխնիկա այդ բավականինպես անցավ գնաց բան չարեց բայց ինձ այնքան անհանգստացրեց այդ թեմը որովհետև այսպես չիմացա այդ ական հանող տեխնիկան ինչի են մեզ նվեր տվել ինչի համար ինչ են հանձնելու հա օրինակ էլ ինչ է հանձնելու կամ օրինակի համար չգիտեմ էլի ես իմ տեղեկությամբ Սաֆարովը դեռ ազգային հերոս է Ադրբեջանում քան դեռ Սաֆարովը դեռ ազգային հերոս է Ադրբեջանում ու քան դեռ իր անունը այդպես թնդում է ասենք ստոր հանցագործի ստոր մարդասպանի անունը ոնց կարամ ես հանգիստ լինեմ որ բան են անում ականապատ դաշտը բացում են իրանց հետ այսինքն չգիտեմ այստեղ շատ այսպիսի բազում հարցեր կան բազում խնդիրներ կան զինված ուժերում ակնհայտորեն ռեֆորմներ տեղի չեն ունեցել որովհետև ոնց տեսնում եք այդ նույն բաները այդ ամրացված շրջանները որ սարքել են ես դրանց մասին այդքան տեղեկություն չունեմ չնայած իմ կարծիք ունեմ տեսնեմ էլի դրանց տեսքը եւ այլն բայց ինչպես տեսնում եք դրանք չկան դրանք էլի այդպես բուտաֆորիկ ինչ որ մի հատվածում ես համոզմունք ունեմ դաբրոյով սարքած բաներ են այս ընտրությունների համար հատուկ ինչպես եւ ամեն ինչ արած այս ընտրությունների համար ինչպես այդ անվճար բան այդ ապահովագրությունը բժշկական որը վճարով է արդեն ինչպես եւ թոշակների խնդիրը որոնք արդեն պետական պարտք են ներգրավում փակելու համար այդ թոշակները տալու համար որ բեկն ասես ախր իրանք ամեն ինչ են տապալ է հասկանում եք ու այդ ամեն ինչը իրանց տակ դրած բանա դանդաղ, այսպես ասենք, գործման ռումբա, որովհետև իրանք իրենց գլխից մեծ բաներ են վերցրել իրանց վրա։ Իրանք ոչ այդքան պետական պարտքի մենք հնարավորություն ենք փակելու, որ իրանք վերցնում են, մենք այս տարի արդեն 2 միլիարդ կարծեմ պետք է 2 միլիարդ դոլարից ավելի պետք է մարում կատարենք պարտքի, մյուս տարի այդքան, այն մյուս տարի այդքան, այն մյուս տարի մի քիչ այն մյուս տարի էլի այդքան ու այսպես շարունակ այսինքն պատկերացրեք այդ հսկայական միջոցները այսինքն մենք այս պահի դրությամբ օրինակ մեր պետական պարտքի սպասարկմանը մենակ տոկոսագումարների 12-13%-ը մեր բյուջեի այսինքն ավելի շատ քան առողջապահական ծախսերը ավելի շատ քան կրթական ծախսերը
Ու դուք նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանն էս վերջերս ինչ ասաց, բժիշկներ կներեք։ Հեսա բժիշկներին է կհասնի իհարկե, բոլորին հասնելա, ոչ մեկը սան մասին չենք գնա։ Ասում են ուսուցիչները, ովքեր ատեստացիա չեն անցնի, կհեռացվեն աշխատանքից։ Էլ ինչ են անում, նպաստներից են շատ ակտիվ կտրում մարդկանց, այսինքն ընտրությունը անցավ արդեն կարող են։ Հա, կարող պետքա դաղելը սկսեն արդեն ընտրությունն անցել, ու այս պայմաններում հասկանում եք, մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, որովհետև մեր բյուջեն չի ձգելու այն ծախսերը, որոնք իրանք վերցրել են, իրանք իհարկե մի հատ բանի բյուջետային այդպես ծախսի գիծ կա, որին իրանք հաստատ չեն պարգևավճարն է, այդ իրանք հաստատ բանով կստանան, էլի ստաբիլ դա կստանան, այդ խնդիր չի։ Բայց մնացածի առումով խայտարակություն է տիրում։ Ես ձեզ ասում եմ, մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք տնտեսական կանգնելու շատ շուտով։ Ես վախենում պատի ասեմ, ինչ են սրանք ծախելու, որ այդ բաները պարտքերը փակվեն։ Վախենամ Երանի տանք բանին, այդ գույք պարտքի դիմացին։ Ես շատ վախենամ մենք սկսենք Երանի տալ դրան, որովհետև ես լավ բան սրանից չեմ սպասում։ Բայց մի հատ լավ բան իհարկե կա, որ պետք է ասեմ, այդ այսպես կոչված AI գործարանն է, որ սարքել են, այդ լավ բան է իրականում, շատ լավ բան է։ Իհարկե կիրառումից էլ կախված, մի քիչ ես կասկածամիտեմ սրանց առնվար սրանք բան անեն, ես հուսամ, որ նորմալ իշխանություն կլինի, ով որ լեգիտիմ իշխանություն չի կարող կիրառել։ Դե լեգիտիմ ոչ լեգիտիմ այստեղ այդքան առաջին կոմպետենտության, իրանք իհարկե լեգիտիմության այսպես շատ ցածր պաշար ունեն, դա այդ ակնհայտ է, բայց դա անգրագետ են։ Հա, միանշանակ, այսինքն այստեղ հետո ոչ միայն անգրագետի խնդիրն էլ է գալիս, այստեղ նրա խնդիրն էլ է գալիս, որ նայեք, այդ ամեն ինչ մենք պետքա կոմպլեքս նայենք, էլի այդ հարցերի մեջ։ Օրինակի համար մենք տեսնում ենք Գագիկ Ծառուկյանից այսպես գանգստերի նման խլում են ամեն ինչ ունի, անտած ստորացնում են, քիթան խոթում մարդու անձնականի մեջ եւ այլն ու ամենավատ դրսևորումներով, հա, ամենավատ դրսևորումներով, կարող քննարկենք ինչի համար են դրանք անում, բայց ասածս ինչա, նայեք, եթե բիզնես միջավայրը այսպեսին է ստեղծվում պետության շուրջ մի քիչ ես կասկածամիտ եմ, որ բիզնեսմենները շատ այսպես մոտիվացիա կունենան, հա, հենց գումար կներդնեն այստեղ։ Առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի բաներում օրինակի համար, գիտեք, Արարատ ցեմենտինգ այնքան լավ գործարան է, ձեզ գիտեք ինչքան բիզնեսմեն կերազեր իրան լինել, բայց ինչի դեռ առնով չկա ու էլի պետության վզին են թողնում դա, որովհետև մարդիկ վախենում են, վաղը մյուսը կարող է իշխանություն փոխվի, գան ասեն դե հետ դուր ինչը տվել ես ու ոչ մի բան դրա դիմաց չտան կամ կան ավելի վատ դատեն, որովհետև այդ parzi, որ ինչ որ ապօրինի գործընթացների արդյունքում է իր ձեռքում հայտնվում։ Այսինքն հասկանում եք, այդտեղից խնդիրներ առաջանում։ Արդյունքում ինչ անում, հեծի նման մնում է պետության վզին կամ հայփոստի նման մնում է պետության վզին ու մենք սկսում ենք մեր հարկերով, օրինակ եթե այն ժամանակ Արարատ ցեմենտը աշխատատեղեր էր պահում, ինքը եկամուտ էր գեներացնում, Գագիկ Ծառուկյանը չգիտեմ, ուրիշ ներդրում կաներ, թե ինչ կաներ, իր փողն է, իր գործն է։ Ասեմ, սենց իմ աշկի լույսը չի ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի շատ խնդիրներ ունեմ, շատ մասով իր, բայց մարդու ձեռից բան խլելը որը սա ու այդ ամեն ինչ արդյունքում ոնց որ նայեք պետության վզին է մնում էտի հեծի նման սկսում է մինուսով աշխատել, սկսում է վատ աշխատել ու մենք սկսում ենք մեր հարկերով այնտեղ զուտ նստած ինչ որ քպական տնօրենի լիքը փող տալ։ Հասկանում եք, դա աբսուրդ է, էլի, եթե ամսական $10,000 Հա, դա լավ է, ես տեսել եմ, որ ուրիշները կան ավելի շատ են ստանում։ Հիմա այս խնդիրներ են շատ կոմպլեքս, որը այդ բիզնես միջավայրի առումով էլ հələ ես մի բան էլ հիշեցնում, այս պահի դրությամբ օրինակ ինչ դա ինձ անհանգստացում, որ լավ վատ շունգել ոնց ասում է Գագիկ Ծառուկյանը հայ է։ Ես տեսնում եմ, որ դրսից եկած բիզնեսմեններ շատ արագ բաներ են սկսում են ձեռք բերել Հայաստանում ինչ-որ գործարաններ, հիմնարկներ, ինչը ինձ չի կարա չանհանգստացնի, որովհետև ես այդտեղ խնդիր եմ տեսնում։ Հիմա Գագիկ Ծառուկյանը իմ երազանքների բիզնեսմենը չի, ինքը օլիգարխ է, բայց պոտենցիալ կա, որ ինքը սերուն թող աշխատի շարունակի, դա դառնա ազգային բուրժուազիա։ Այսինքն բոլորս էլ հասկանում են Գագիկ Ծառուկյանը իդեալական չի, մեր երազանքների բիզնեսմենը չի, բայց հայա, սկսենք այդտեղից, հայկական արժեքներ կրող մարդ է ամեն դեպքում, ես տեսնում եմ, որ ունի այդպիսի բաներ, բադ բաներ էլ ունի, միանշանակ այդ բան անենք, բայց ավելի լավ լինի ոչ իդեալական շատ կոպիտ ասեմ իմ հայը, քան դեզն շատ բարի, շատ լավ, օտարերկրացին գա սկսի բաներ, որովհետև մոտիվացիան չգիտես։ Իրականում գիտենք բոլորս մոտիվացիան Մի խոսքով, ես այդտեղ եմ խնդիրը տեսնում, ես խնդիր եմ տեսնում, որ մեր պետությունը փորձում են ամեն ազգային բաղադրիչից զրկել ու զրկել նաև այդ ապագայից, որ կարա լինի, որովհետև եթե քո պետության մեջ ողջ բիզնեսը դրսի ինչ-որ ուժերի ձեռքին է ու ոչ թե օրինակի համար, այսպես ասենք, գոնե հայ լինի, ասես լավ ենթարկվում է դրսի, այդ ուղիղ դրսի մարդ է գալիս, այդտեղ ինքը ոնց որ ուղարկված է նամեսնիկ, դա նեոգաղութարարություն է կոչվում ընդհանուր առմամբ աշխարհում, բայց
շատ չծայրահեղացնենք, դեռևս այդ բանը գործընթացը այնքան մեծ բանով չի գնացել էլի, որ մենք ասենք, ուղղակի մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ այդ հիմնարկները գոնե թե չգնան օտարի ձեռք, որովհետև օտարի ձեռքը գնաց, էլ չես վերցնելու։ Ինչ վերաբերում է այդ բանին, օրինակ դուք նկատում եք, որ իրանք անընդհատ փորձում են թիրախավորել նախկին իշխանություն ունեցածների, չգիտեմ, շո օլիգարխների բաների, ընտանիքների անդամներին բաննելու համար։ Օրինակ ես մտածում ինչի համար օրինակ կանեմ, ես հետո պատասխանը իմ համար գտա։ Տեսեք, օրինակ մարդիկ որ խոսում են իրենց մասին, ոնց որ կա չէ, այդպես ինչ որ կարծիք, որ իրանք անբարոյական են, որ իրանք, չգիտեմ, այսպես չափազանց այդպես բան են, անարխիայով են էլի իրանք ապրում եւ այլն, իրանք այդպես անկանոն ինչ որ բաներ են անում։ Իրանք պատասխանն է այդ ամեն ինչի, որ տեսեք, իրանք մեզանից ավելի լավը չնախ, օրինակ այն մյուսներն է, իբրև թե այդպես արժեքների, քրիստոնեության բաներ ներկայացուցիչ չեն, բայց այ տեսեք, իրանք sense բաներ են անում, այ տեսեք, աղանդավորների հետ, չգիտեմ, ինչ որ կապեր եւ այլն, այսինքն դա ընդհանրապես է, այսպես բան անելու մեթոդ է, նախ եւ առաջ ցույց տալու, որ վրեժի մեթոդ, որ Նիկոլ Փաշինյանի, թե Աննա Հակոբյանի մասով շատ այդպես խոսակցություններ, բամբասանքներ կային, որ չգիտեմ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, էական էլ չի, բայց նախ եւ առաջ այդ քինախնդիրը իրանց վրեժն է, որ Աստված էլ գիտի ով է տարածել, ով է ինչ արել։ Մնացածն է այնա, որ ցույց տա, որ ասի տեսեք, այս մարդիկ ովքեր իրանց ցույց են տալի բարոյականության տիպար իրանք ինչպեսին են։ Բարձրապես պետք է ասեմ շատ ցածր բան է մարդու անձնականի մեջ մտնելը ու շատ սխալ է ու ամեն մարդ ու իր անձնականը ոնց որ իրանն է։ Պետք է մենք որպես հանրություն, որպես հասարակություն նախ եւ առաջ չսպառենք դա, որովհետեւ ես օրինակ տեսա շատ մարդիկ սկսեցին քննարկել դա բան ասել դրա մասին եւ այլն, ինչը շատ վատ է, ու շատ վատ է որ կանայք էին դա անում, որովհետեւ կանացի սոլիդարություն պետք էր էլի ցուցաբերել, որովհետեւ ներկան կանայք կհասկանան երևի ավելի լավ, քան թե ես։ Հիմա այդ մասով հանրության մեջ իհարկե ոնց որ նայեք, այդ բաղադրիչն է կա, որ Նիկոլ Փաշինյանը նաև ավելի մեծ փչացնում է դրանով։ Եթե մեզ ստիպում են քննարկել են հարցը, թե ում աղջիկը ինչ արեց, ոնց արեց, մենք փչանում ենք, մենք ավելի վատն ենք դառնում։ Ոնց որ այդ մակարդակի ենք իջնում, սկսում ենք անձանց քննարկել, թողած ոնց որ պետության կարևոր հարցերը, այն հարցերը, որոնք որ ընդդիմությունը պետք է քննարկեր ընդհանրապես հանրությանն է տար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտոարժույթ եւ կհանդիպենք հետագայում։